ակցիան կազմակերպվել է այն դրդապատճառից ելնելով, որ արդեն որերորդ օրն է հայկական սահմանները ադրբեջանական դիվերսիաների են ենթարկվում, ունենք պահանջագիր նամակներ, որոնք հանձնելու ենք նախագահին ու արտաքին գործերի նախարարությանը, պահանջագրերում հիմնականում նշել ենք մի քանի կետեր, որոնց իրագործման դեպքում ըստ մեզ Արցախի հարցը խաղաղ կերպով կլուծվի ու կկարողանանք դրանով իսկ կանխել Ադրբեջանի կողմից հենց այսօր պատերազմ սկսելու փորձերը։ Առաջարկում ենք ապա միջազգայնացնել Արցախի հարցը, Արցախը ճանաչել Հայաստանի անկախտելի մարզի կարգավիճակով, առաջարկում ենք հայկական ամեն զոհված զինվորի փոխարեն առնվազն 10 պատասխան տալ, 10 թուրքական զինվորի ոչնչացնել, առաջարկում ենք անհապաղ վերաբնակեցնել ու զարգացնել ազատագրված տարածքները, դուրս գալ այս զիջողական կերպարից։ Եթե Հայաստանի իշխանությունները այսօր բանակցում են մադրիդյան սկզբունքներ կոչված պարտադրված զիջողական փաստաթղթի շուրջ, ուրեմն իհարկե զիջողական է։ Այսինքն քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն հայտարարել, որ Արցախի ազատագրված տարածքներից ոչ մի մետր անգամ զիջելու չունենք, զիջողական է։ Ոչ, հակառակը դրանով մենք փորձելու ենք կանխել հենց հիմա Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու փորձը։ Ադրբեջանը պատերազմ չի սկսել այս տարիներին միմիայն այն պատճառով, քանի որ վստահ է եղել, որ այդ պատերազմում ինքը պարտվելու է։ Այսօր ինքը տեսնում է, որ իր բոլոր սանձարձակությունները մնում են անպատասխան կամ գրեթե անպատասխան, այդ իսկ պատճառով իր հարձակումները քանի գնալու են շատանալու են ու այդ հանգեցնելու է պատերազմի։ Երեք արդեն Հորադիզի Ֆիզուլիի կողմից հարձակում ա եղել ու զոհ ենք ունեցել։ Ինչքան այսօր տեղեկացա, արդեն 2 զոհ։ Այսինքն, եթե այս 3 օրը չհնարյուն էր մենակ գործողությունները, երեկան նաև Մովսես գյուղում, պարզվեց, որ առավոտյան Ֆիզուլիի կողմից էլ է հարձակում տեղի ունեցել։ Եթե հայ զինվորը կանգնած է սահմանին ու իրան ադրբեջանցին ոչնչացնում է, դրան հակառակ պատասխան չի ստանում, բնական է, որ պետք է շարունակի այդ ոչնչացնելը։ Ադրբեջանի բնակչությունը Հայաստանի բնակչությանը գերազանցում է առնվազն 3 անգամ։ Հասարակ տրամաբանություն, ուրեմն Ադրբեջանի հասցրած զոհը առաջին հերթին պետք է լիներ առնվազն 3 անգամ ավել, երկրորդ հերթին, քանի որ Ադրբեջանն է այդ ագրեսիան իրագործում, պետք է պատասխանն այնպիսին լիներ, որ Ադրբեջանի հասարակ քաղաքացին հասկանա, որ իր իշխանությունների գործած ապուշությունների մեղքով իր զինվորն է տուժելու։ Այդ իսկ պատճառով պետք է անհամեմատ ավելի լինի պատասխանը, որ այս վիճակը կանխվի։ Հումանիզմը, խաղաղ սկզբունքները մենակ մեր վրա են աշխատում։ Այսինքն հայ 18 տարեկան զինվորը զոհվում է, որևէ հումանիզմ եւ այլն չկա, բայց եթե դրան ի պատասխան է տրվում, այդ արդեն հումանիզմի խնդիր է առաջ։ Չկա այդպիսի բան։
Կաջերը մեկ անգամ Բարկով իմացեք Հողը արյունով եմ պահում իմացեք Դուք են նախնյաց հողը նորից ետ բերեք Մեր հայկական պարքը նորից ետ բերեք Ուշն ու սասուն արարատը ետ բերեք Դեպ Արցախ մուսալեր հաղթող գնացեք Պանջվել ենք դարեր Մերի կորստով հազարամյակներ Այժմ շատ են ներստեր Այդ ինչ դաժան սենի կամբեր և կաժան ես մեզանի Այդ ինչ դաժան Հուրա, 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 հուրա Կաչ մեջներ իսունը շողշողա Դուք մզի ապավեն, վերնեք թուրքի բալեն Կաջորդիկ սասնատան, մեկ ձեզի ուրման Ակաղա իրանց համար Չէ, կպոնկեք նեմով Հայտի ձև Որ նամար անգամ չարել թվականի մայիսին հաստատված և ծրագրի պայմաններում յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գյուղահայինների հարձակումներին։ Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են դարձել։ Սակայն վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայրենիների թիվը միայն աճում է։ Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994 թվականին, իսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը։ Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է։ Բաքուն իր հերթին շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար։ Այսօր հաճախ եմ լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր, սակայն թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որ նաև ցուցադրում է սեփական անճարությունը։ Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի լինել չի կարող, սակայն դատապարտում ենք այն թողտվությունը, որ ադրբեջանցիներին օրեցօր ավելի լիովին է դարձնում։ Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից անհապաղ վերանայել պատասխան գործողությունների մեր չափանիշը։ Բավականական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության։ Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաև պատժիչ և անվարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցներ։ Արդյունքում զոհերի 1-ին 10 հարաբերությունը այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել։ Համարժեք պատասխանը առանց վարեմության սահմանափակման պետք է վերաբերի նաև անցյալում պատճառված բոլոր կորուստներին։ Մինչև վերջին տարիների բոլոր կորուստների համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և միշտ օգտագործված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա հովանավորների հետ։ Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ միջնորդական առաջարկություն, ապա միջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխնել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը և տնտեսական յուրացումը, վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն կինը, որ Ադրբեջանը ստիպված կլինի
հայտարարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու և պարտվելու դեպքում դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարունանքի և Նախիջևանի ազատագրումը։ Ռայլ գիշերը նստած են խոսում, այստեղ հայքաքի այս որում Անջան կհացվել լրներգոց, ոսի կհագնեն սևորա հայոց, ովերոշ մեր ազատության, ծածավեք ծածվեր, լրնականության, ույթով էշվետան,